Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Կյանքի դպրոց մաս 4. Նպատակակետի առաջնորդը։ Իսկ հիմա որ կողմ։ Անհեթեթություն է։ Ցուցանակները դեպի իմ տուն տանող ճանապարհի ցուցանակների վրա է փակցված։ Հիանալի է, հիմա ինչ պետք է անենք։ Այնտեղ ուղղություն ցույց տվող նշան կա։ Արդյոք աղջիկները հասան իրենց նպատակին։ Լավ է, որ կան մեզ առաջնորդող ցուցանակներ, և ոչ միայն ճանապարհային, այլ նաև մեր կյանքի համար։ Գիտեիր, որ Աստված է մեզ ուղղություններ տալիս։ Ինչպիսի տեսք ունեն դրանք։ Նրանք ձեռքեր ու ոտքեր ունեն, ականջներ ու բերան, Փիլիպոսի պես։ Այս ուղեկցողը գիտեր, թե որն է Աստծո մոտ տանող միակ ճանապարհը։ Նա շատ լավ էր կարողանում բացատրել դա։ Նա շատերին ցույց տվեց դեպի Հիսուսը տանող ճանապարհը։ Փիլիպոս, գնա հարավ, այն ճանապարհը, որը Երուսաղեմից դեպի Գազա է տանում։ Աստված Փիլիպոսի կարիքն ուներ։ Աստված քո կարիքն ունի։ Նա այն մարդկանց կարիքն ունի, ովքեր գիտեն ճանապարհը։ Արդյոք Հիսուսի համար ճանապարհի ցուցիչ կլինես։ Դու շատ բան կարող ես սովորել Փիլիպոսից։ Նա երբեք չասաց. «Այսօր հավես չունեմ»։ Նա միանգամից հնազանդվում էր։ Նա այդ փոշոտ ճանապարհին միակը չէր։ Այդ ճանապարհով անցնում էր եթովպացի թագուհու բարձր պաշտոնյաներից մեկը, մեծ կառքով։ Նա ավելի քան 193 կիլոմետր էր անցել, որ Երուսաղեմում երկրպագություն անի։ Նա իր կառքի մեջ նստած կարդում էր իր հետ վերցրած մագաղաթներից, որի մեջ Եսայու մարգարեություններն էին գրված։ Ապա Սուրբ Հոգին Փիլիպոսին ասաց, որ գնա և հասնի կառքին։ Կարդացածդ արդյոք հասկանում ես։ Ոչ, քանի որ ոչ մեկ չունեմ, որ ինձ բացատրի։ Արի, նստիր ինձ հետ և բացատրիր, թե ինչ է սա նշանակում։ Դու կարդում ես Հիսուսի մասին։ Նա է դեպի Աստծո գնալու միակ ճանապարհը։ Հավատա նրան, և նա քեզ կառաջնորդի դեպի քո կյանքի ավարտը և այն կյանքում, որը դեռ գալու է։ Ես հավատում եմ, որ Հիսուսը Աստծո որդին է։ Փիլիպոսը ուղեկցորդ էր, ով դեպի Հիսուսը տանող ուղղություն էր ցույց տալիս, և այս պաշտոնյան հետևեց նրա ցուցումներին։ Նրա սիրտը գտավ ճիշտ ճանապարհը։ Նա մեծ ուրախությամբ տուն վերադարձավ։ Այս դեպքից այսքան տեղեկություն ունենք։ Հուսով եմ, որ դու դեպի Աստծուն տանող միակ ճանապարհը գիտես և ուրիշների համար էլ ուղեկցորդ ես տանը, դպրոցում, ընկերական շրջապատում և միգուցե մի օր Չինաստանում, որտեղ դեպի Հիսուսն ուղղություն ցույց տվողների մեծ կարիք կա, ինչպես նաև Աֆրիկայում, Ասիայում։ Միլիոնավոր մարդիկ ուղեկցող չունեն և դեռևս չեն լսել, որ Հիսուսն է միակ ճանապարհը դեպի Աստված։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։